Սա հունական դիցաբանության հզոր ու գունեղ աշխարհն է։ Ամեն ինչ սկսվեց քաոսից, անհատակ ու մութ դատարկությունից։ Հետո ծնվեց Գյան, մայր հողը, ում մարմինը զարդարված էր զմրուխտե կանաչներով, եւ Ուրանոսը, անսահման երկինքը։ Նրանց միությունից ծնվեցին հզոր տիտաններն ու ահարկու հրեշները, սակայն իրական հեղափոխությունը դեռ առջևում էր։ Զևսը, Պոսեյդոնը եւ Հադեսը, երեք եղբայրներ, ովքեր դուրս եկան իրենց հոր Կրոնոսի դեմ։ Երբ Մարտը լռեց, նրանք վիճակ գծեցին աշխարհը կիսելու համար։ Զևսին հասավ շանթարցակ երկինքը, նա դարձավ Օլիմպոսի տիրակալը, փայլելով էլեկտրիկ կապույտ եւ ոսկեգույն լույսերով։ Պոսեյդոնը ստացավ անհատակ օվկիանոսների իշխանությունը, ղեկավարելով լազուր ջրերն ու կատաղի փոթորիկները, իսկ Հադեսին բաժին հասավ մութ ու առեղծվածային ստորգետնյա թագավորությունը, արյան կարմիր ու թունավոր կանաչ ստվերների աշխարհը։ Սա միայն սկիզբն է այն էպիկական պատմության, որտեղ աստվածները մարդկային կրքեր ունեն, իսկ հերոսները մարտահրավեր են նետում ճակատագրին։ Սա Օլիմպոսն է, աստվածների անհասանելի տունը։ Երբ աշխարհը բաժանվեց երեք եղբայրների միջև, Օլիմպոսում ծնվեց նոր ուժերի մի ամբողջ սերունդ։ Ահա Աթենասը, իմաստության եւ արդար պատերազմի աստվածուհին, ով ծնվեց հենց Զևսի գլխից, զրահապատված եւ պատրաստ մարտի։ Նրա հայացքը սառն է, իսկ նիզակը անվրեպ։ Նրա հակապատկերն է Արեսը, արյունահեղության եւ քաոսի աստվածը, ում մարմինն այրվում է մութ, բոցավառվող կարմիր էներգիայով։ Այս դաժան աշխարհում ծնվեց նաեւ աներևակայելի գեղեցկությունը, Աֆրոդիտեն, ով բարձրացավ օվկիանոսի նեոնային փրփուրներից, խենթացնելով թե աստվածներին, թե մահկանացուներին։ Իսկ երկինքը պայծառացավ երկվորյակների շնորհիվ։ Ապոլլոնը, լույսի եւ արվեստի ոսկեփայլ տիրակալը, եւ Արտեմիսը, վայրի բնության եւ դիշերվա արծաթագույն որսորդուհին։ Այս աստվածները ստեղծեցին իրենց կանոնները, խաղացին մարդկանց ճակատագրերի հետ եւ սկսեցին այն մեծագույն էպոսը, որը մենք կոչում ենք դիցաբանություն։ Պատկերացրեք մի ստվեր, որը շարժվում է կայծակի արագությամբ եւ հատում է աշխարհների սահմանները։ Սա Հերմեսն է, աստվածների թևավոր սուրանդակը, ում էլեկտրիկ կապույտ հետքերը լուսավորում են մութ լաբիրինթոսները։ Մինչ Օլիմպոսը փայլում էր իր ոսկեգույն փառքով, լեռան խորքերում լսվում էր մուրճի ծանր հարվածների ձայներով։ Այնտեղ աշխատում էր Հեփեստոսը, կրակի եւ դարբնության աստվածը, ով Օլիմպոսից վտարված լինելով, սովորեց ստեղծել աներևակայելի զենքեր եւ մեխանիզմներ։ Բայց աստվածների աշխարհը միայն կոփված զենք չէ, այն նաեւ խենթություն է ու էքստազ։ Դիոնիսոսը, գինու եւ թատրոնի աստվածը, բերեց մանուշակագույն ու թունավոր կանաչ հալյուցինացիաներ, որոնք միախառնեցին իրականությունն ու երազանքը։ Սակայն ամենամեծ հեղափոխությունը կատարեց Պրոմեթևսը, Տիտանը, ով համարձակվեց գողանալ աստվածային կրակը եւ այն նվիրել մարդկանց։ Այդ կայծը դարձավ քաղաքակրթության սկիզբը։ Ի պատասխան այս հանդգնության, Օլիմպոսը բարձրացավ իր ողջ ահարկու հզորությամբ եւ անսասանելի լույսով, ցույց տալով, որ աստվածների օրենքը վերջնական է։ Սակայն սա դեռ ավարտը չէ։ Ինչ գին կվճարեն մահկանացու հերոսները այս կրակի համար, եւ ինչ սարսափներ են թաքնված ստորգետնյա ստվերներում։ Շարունակելի։